Մենք ստեղծել ենք քաղաքական միավորը միասնության թևեր։ Միասնության թևեր կուսակցությունը, որի նախընտրական ցուցակի առաջին համարը նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն է, ընտրապայքարում է անվտանգ, արդար ու զարգացած պետություն կառուցելու համար։ Ամենաառաջինը մենք պետք է ավելացնենք բանակի ֆինանսավորումը, անպայման։ Այդ պետք է լինի տնտեսական լեզվով ասած մեր համախառն ներքին արդյունքի 8%-ը, որը նշանակում է $1 միլիարդ ավելացնել առաջին տարին ֆինանսավորումը, հենց առաջին տարին։ Դրանից բացի մենք անպայման պետք է բարելավենք, ուժեղացնենք մեր զինվորականների, սպաների սոցիալական վիճակը։ Միասնության թևերը կարևոր է համարում արհեստավարժ եւ բարձր տեխնոլոգիական բանակի ձևավորումը, սահմանների անվտանգության ամրապնդումը, գերիների եւ անհետ կորածների հարցերի միջազգային պաշտպանությունը։ Պատերազմի ժամանակ ադրբեջանական հանցագործությունը դրանից հետո անդադ փաստագրում էինք, ամրագրում էինք, տանում էինք միջազգային դատարան, ինչ են անում, գնում ասում են գնանք հետ վերցնենք։ Այսինքն ամբողջությամբ հակառակ բանն արվում։ Դրա համար հասկացանք, որ չի լինում։ Մենք պետք է հայտ ներկայացնենք մեր ժողովրդի վստահությունը, գիտենք դժվար է, մարդիկ հիասթափված են, մարդիկ այսքան տարիների ժամանակ լիքը մարդիկ կա չկողմնորոշված են։ Հիմա մեր նպատակը այն է, խնդրում ենք մեր ժողովրդի վստահությունը քվեն, չէ՞։ Արման Թաթոյանի առաջնորդած կուսակցության նախընտրական ծրագրում են նաև անկախ դատական համակարգի ձևավորումը, կոռուպցիայի դեմ պայքարը, փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը, ներդրումների ներգրավումը, սոցիալական աջակցության ընդլայնումը, անգամ Երևանի կանաչ տարածքների պահպանությունն է կարևորված։ Մենք շարունակելու ենք մեր քարոզարշավը այսօր։ Իրենց քարոզարշավը շարունակում են նաև ռեֆորմիստները, քաղաքական այս ուժի նախընտրական ցուցակի առաջին համարը պաշտպանության նախկին նախարար, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանն է։ Եթե դու չունես ազգային անվտանգության հայեցակարգ, դու չգիտես ինչ անես, քո պետական ապարատը չի գործում կոորդինացված, ինքը խնդիր չունի, որտեղ դրա հիման վրա ամեն մի ուղղություն կլինի դա արտաքին անվտանգություն, դու պիտի կառուցես դոկտրին, որը բխում է այդ հայեցակարգի։ Ռեֆորմիստները կարևոր են համարում ազգային անվտանգության համակարգի արդիականացումն ու նոր ռազմավարության ընդունումը, պետական կառավարման արդյունավետության բարձրացումը, կոռուպցիայի դեմ պայքարը, արդարադատության համակարգի բարեփոխումն ու դատական անկախության ամրապնդումը։ Տնտեսական զարգացումը, արդարության եւ ներդրումների խթանմամբ, սոցիալական պաշտպանության համակարգի բարելավումն ու բնակչության կենսամակարդակի բարձրացումը։ Պետությունը չի կարող զարգանալ, եթե ունես մի փոքր հարուստ խավ, որը խնդրեմ չունի, եւ ունես մեծ տոկոս, որը խնդիրների մեջ է։ Ուրեմն պետությունը ուղղված չի ապահովել այդ մեծամասնության բարեկեցիկ կյանք։ Ռեֆորմիստների մշակած համակարգային բարեփոխումների ամբողջական փաթեթում նաև կրթական համակարգին վերաբերող կետեր կան։ Իհարկե, հանրության շրջանում կա անվստահություն, այդ ամենը հասկանալի է, բայց մեր նպատակն է այսօր հաղթահարել այդ անվստահությունը եւ անել այնպես, որ մարդիկ գան ընտրատեղամաս։ 2026 թվականին խորհրդարանական ընտրություններին մասնակցում է նաև Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն կուսակցությունը։ ԴՕԿ-ի պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը ինչ-ինչ խնդիրների պատճառով Հայաստանում չէ, ուստի ձայնագրությամբ է ներկայացրել ասելիքը։ Հայաստանը պետք է լինի բոլորի հետ խոսող, բայց ոչ մեկի առաջ չծնկող պետություն։ Ոչ մեկի թշնամին, բայց առաջին հերթին սեփական շահերի պաշտպանը։ Վարդան Ղուկասյանն ասում է պարբերաբար այս ձևաչափով խոսելու է ԴՕԿ կուսակցության նախընտրական ծրագրի մասին։ Իշխանության նոր որակ է խոստանում ԴՕԿ-ը։ Հայաստանի գործընկեր հարևանների, Ռուսաստանի եւ Արևմուտքի հետ հավասարակշռված եւ հայկական շահից բխող հարաբերություններ, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ նաեւ անվտանգությունը կարևորող հարաբերություններ։ Արտաքին քաղաքականության հիմքն էլ բանակն է։ Ոչ մի դիվանագետ չի կարող փոխարինել ուժեղ բանակին։ Աշխարհում հարգում են այն պետություններին, որոնք ունակ են պաշտպանել իրենց սահմանները, շահերը եւ արժանապատվությունը, ոչ թե դառնալ որպես չմոլ։ Ուստի ցանկացած արտաքին քաղաքականություն դատարկ թուղթ է, եթե չկա մարտունակ բանակ, տնտեսություն, արդյունաբերություն, ազգային միասնություն, պետական կամք։ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի խոսքով իրենց նախընտրական ծրագրում դատարկ խոստումներ չեն, այլ պետականաշինության, արդարության, ազգային արժանապատվության եւ հզոր Հայաստանի կառուցման հստակ ծրագրեր։ Արփիս Քեսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։